Բարև ձեզ Factor TV հյուրը ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ դիվանագետ Արա Պապյանն է, ողջույն պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Նախ ներքաղաքական հարցեր, ապա Իրանի շուրջ ԱԺԲ-ի քաղաքական ծրագրերը հունիսի 7-ի շուրջ ինչպիսին են, մի քիչ միգուցե անսպասելի հարց տամ, բայց այս հարցը բխում է ձեր մի հայտարարությունից, հավանական է Սամվել Կարապետյանի ուժի հետ ձեր քաղաքական կուսակցությունը համագործակցի թե չէ, հարցը առաջացել է ձեր այն հայտարարությունից հետո, երբ որ ասում եք Սամվել Կարապետյանը Փաշինյանից ավելի ընդունելի է։ Սկսեմ վերջից, որտեղ ինձ թվում է բուն հարցը դա է ձեզ հետաքրքրում, այո, ես իմ հարցազրույցներից մեկի ժամանակ իմ անձնական տեսակետն եմ արտահայտել։ Դա ԱԺԲ-ի տեսակետն է։ Չէ, դա իմ անձնական տեսակետն է, որը կարող եմ հիմնավորել, ես ասել եմ, որ երկընտրության պարագային Սամվել Կարապետյանը ավելի նախընտրելի է, քան Փաշինյանը, իսկ հիմնավորումը հետևյալն է, որ Փաշինյանը արդեն հանգեցրել է պետականության կորստի եւ հիմա տանում է ինքնության քայքայման, իսկ այսպես ասած այն վտանգները, որը ներկայացում է Սամվել Կարապետյանի տեսքով, դա այնն է, որ կբերի պետականության ինքնիշխանության մակարդակի նվազեցման։ Բնականաբար, երբ որ դնում ես միտեղ այն ինչ որ ունես արդեն արկա վտանգները եւ իրականությունը, այն ինչ որտեղ ենթադրելի, բնականաբար այդ պարագային այդ երկընտրանքի մեջ այդպիսին է, բայց այստեղ նաև մի վարքյան շարունակությունն էլ ասեմ, շարունակությունն էլ կար հետևյալը, որ ես ասել եմ, որ ամեն պարագայում ես երկուսից որևէ մեկի օգտին էլ չեմ քվեարկել, որտեղ աշխարհաքաղաքական տարաձայնություններ ունեմ նրանց հետ։ Բնականաբար գիտեք, լրագրողները ոնց է վերցնում են միայն այն հատվածը, որ իրանց է պետք։ Բայց կարծում եք ԱԺԲ-ն չունի այնքան քաղաքական ռեսուրս, որ սեփական օրակարգը առաջարկի։ Դուք այն քաղաքական ուժերից եք, որ բավականին ակտիվ եք։ Այո, իշխանապողություն չեք արել, բայց միշտ քաղաքական process-ների մեջ եք։ Սա ձեր այս հայտարարությունը մի քիչ թերահավատություն չի նաև սեփական ուժի նկատմամբ։ Կրկնեմ իմ նախադասության ամենասկիզբը, երբ որ ասեցի երկընտրանքի պարագային։ Այսինքն, երբ որ այլ երկընտրանք չլինի, երբ որ ստեղծվի վիճակը, որ երկուսն այդ պարագային։ Իսկ ինչ վերաբերում է ԱԺԲ-ի ծրագրերին, ԱԺԲ-ի ծրագրերը մնում են անփոփոխ, ԱԺԲ-ն միակ քաղաքական ուժն է եղել, որ եւ 18-ին եւ 21-ին հանդես է եկել ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերություններ ստեղծելու օգտին, եւ ըստ էության այդ գաղափարը այսօր հաղթել է, ըստ էության մեր գաղափարն է այսօր տիրապետողը, ԱԺԲ-ն հանդես է եկել ոչ նախկին, ոչ ներկա այդ կարգախոսով, էլի մենք հավատարիմ ենք, մենք մնում, մենք չենք աջակցի ոչ ներկային Փաշինյանին, ոչ նախկին Սարգսյան կամ Քոչարյան այդ խմբակցություններին իրենց կողմերին։ Մեր գաղափարները հստակ մնում են ազգային ժողովրդավարական հունի մեջ։ Իսկ ինչ վերաբերում է գաղափարին, մենք գաղափարի պակաս չունենք, մենք գաղափարի հաղթանակներ ունենք։ Բայց խնդիրը ցավոք սրտի այս ընտրությունների, ընդհանրապես ընտրությունները Հայաստանում գաղափարի վրա չեն խարսխվում, այլ ռեսուրսների, եւ հսկայական ռեսուրսներ ա դրվում, այդ թվում վարչական եւ գումարային, մյուս կողմից այն օրենսդրական կարգավորումները, որոնք կան, մի տեսակ քեզ դնում են անհարմար վիճակի մեջ, այսինքն քո կողմնակիցները կարող են քվեարկել քո օգտին, բայց դու շեմը չհաղթահարես եւ ստացվում է, որ դու քո քվեներով աջակցում ես քո հակառակորդներին, որոնց բնավ չէր ուզենա աջակցել։ Չեն փոշյանում, փոշյանան լավ էր գոնե փոշյան։ Գնում են քո հակառակորդին, որին դու դեմ ես, համամասնորեն դրանք անցնում են նրանց, չէ՞։ Շատ լավ, պարոն Պապյան, Իրանից առաջ այս թեման այսպես փակելու համար, հա։ Տեսեք, ես շատ լավ տեղյակ եմ եւ նաեւ այս տաղավարում դուք ձեր ուժի այլ ներկայացուցիչներ, պարոն Սեֆիլյան, մյուսներ, Փաշինյանին քննադատել եք Ադրբեջանի Թուրքիայի հետ հարաբերություններում իր քաղաքականության համար բավականին սուր բառապաշարով։ Տեսեք, պարոն Կարապետյանի մասով դուք չունեք մտահոգություն, որ տեսեք, անձի ամեն դեպքում բիզնեսները, ռեսուրսները Ռուսաստանում են գոյացել, իսկ ռուսական քաղաքական համայնքին բոլորս մշակույթին բոլորս էլ ծանոթ ենք, այնտեղ առանց Կրեմլի թույլտվության անհնար է միլիարդատեր դառնալ եւ պահպանել այդ միլիարդները, ինչ մնաց գնալ այլ քաղաքական այլ երկիր եւ քաղաքական հայտ ներկայացնել։ Դուք չունեք մտահոգություն, որ տվյալ անձի ընտրվելու պարագայում միգուցե Հայաստանը հայտնվի Ռուսաստանի ազդեցության ներքո։ Այ ինչ եք մտածում։ Իսկ հիմա ում ազդեցության ներքո է Ռուսաստանը։
Դե ավելի հայտնվի։ Ոնց ավելի Նիկոլ Փաշինյանի օրոք Միութենական պետություն չէ մտել։ Միութենական պետություն չի լինի, դա այսպես ասած պատրանքային սպառնալիքներ են ստեղծում, այդպես չի։ Իսկ ազդեցությունը Նիկոլ Փաշինյանի օրոք մեր արտաքին առևտուրը Ռուսաստանի հետ 3 անգամ շատացել է։ Այսինքն մենք ավելի կախվածության մեջ ենք։ Մեր ռազմական կախվածությունն է շատացել, բայց մեր ռազմական կարողություններն են թուլացել եւ այլն, այնպես չի։ Այդ ինձ նկատի ունի այդ միլիարդների հանգամանքը ճշմարտ գործիք չի լինի, պարոն Կարապետյանի վրա։ Հնարավոր է որ ցանկալի քաղաքականություն։ Հնարավոր է որ լինի, հնարավոր է որ չլինի։ Հիմա ինչ է Նիկոլ Փաշինյանի վրա չկա Ալիևի ճշմարտ քաղաքականություն։ Չէ, Ռուսաստանի մասն է, հա։ Չէ, եկեք նայեն, որտեվ այստեղ խնդիրը այն չի, որ մի կողմը ինքնիշխան, ինքնուրույն քաղաքականություն է իրականացնում, իսկ մյուս կողմը կարող անգնի ազդեցության տակ։ Կարող է, կընկնի ազդեցության տակ կքննադատենք, կնդիմանանք, կպայքարենք մեր ինքնիշխանության համար, բայց ինչ որ դուք ասում եք, դա ենթադրելի է, կրկնում եմ, այս կողմը մենք արդեն ունենք, մենք տեսել ենք արդեն Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, ոչ թե ենթադրում ենք։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տանում է պետականության վերացման, այլ տանում է, կրկնում եմ, ազգային ինքնության ոչնչացման։ Այս խնդիրը կա։ Այստեղ արդեն ոչ միայն պետականության խնդիրն է, այստեղ անգամ ինքնության խնդիրն է։ Եթե պետքա հարյուրավոր չէ, բայց մի տասնյակ փաստեր կարող եմ ասել այդ ինքնության վերացման։ Սկսած կրթական համակարգից, վերջացրած տեղի ունեցող փոփոխությունները եւ այլն եւ այլն։ Մի խոսքով Սամվել Կարապետյանը ռուսամետ չի։ Ես նման բան չասեցի, դուք եք ասում։ Չէ, հարցում եմ։ Ծառը պտուղից է իմացվում։ Սամվել Կարապետյանը, երբ որ կգա իշխանության եւ կիրականացնի ռուսամետ քաղաքականություն, այսինքն քաղաքականություն, որը տեսնենք կասենք ռուսամետ է։ Նիկոլ Փաշինյանը երբ որ եկավ իշխանության, թուրքամետ չէր։ Հայրենասեր էր, կոռուպցիայի դեմ էր պայքարում եւ այլն։ Հիմա մենք տեսնում ենք իր արածը, տեսնում ենք պտուղը, ասում ենք, որ ոչ մի բանի դեմ էլ չի պայքարել, համագործակցում է նույն կոռուպցիոներների հետ եւ Հայաստանի ինքնիշխանությունը ավելի ցածր մակարդակի է բերել, քան կար։ Այսինքն պարոն Կարապետյանի ֆինանսների ծագումը ձեզ չի հուշում, որ նա ռուսամետ է։ Այդ մասին միգուցե չի։ Օրինակ, նա կողմեր ԵՏՄ-ի մնալու, դեմեր ԵՄ գնալու։ Օրինակ, իսկ Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ-ն մնալուն կողմ չի։ Չգիտեմ, իրենց ժամանակ են օրենք ընդունել։ Մի րոպե, 7 տարի իշխանություն էր, եթե ինքը ԵԱՏՄ-ին դեմ էր եւ մենք այստեղ բազմաթիվ անգամներ խոսել էինք, ինքը ժամանակ ուներ դուրս գալու։ Պարոն Պապյան, ես ասեմ, դուք քննադատեք ընտրություններ, մի րոպե։ Ուզում եք, բայց ես այլ անձի մասն եմ։ Չէ, հենց իմացածն էլ սա, այս քննարկումը խնդրում է ընտրություն, այսինքն ընտրություն առնվազն երկու կողմ պետք է դիտարկես։ Հակառակ դեպքում որևէ մեկը չի ասում եւ այստեղ պետք չի Սամվել Կարապետյան դնել առանձին քննարկել, դաշտում շատ տարբեր մարդիկ եւ ուժեր կան։ Խնդիրը հետեւյալ, ընտրությունը նա է, որ դու պիտի տեսնես արկա հնարավորություններից, որ մեկն է, եթե չասենք շատ նպաստավոր, գոնե պակաս վնասակար։ Ես ասում եմ, Նիկոլ Փաշինյան քաղաքականությունը շատ վտանգավոր է Հայաստանի հանրային բոլոր առումներով։ Հիմա մյուս քաղաքական գործիչները ինչ կլինի, մենք պիտի տեսնենք դեռ։ Դրա համար էլ մենք ինքներդ տեսնում, անգամ չենք էլ որոշել։ Այսինքն մասնակցենք արդյոք ընտրություններին։ Նախնական տեսակետ չունեք պարոն Կարապետյանի քաղաքական հակումների։ Ես գիտեմ, որ իր կապիտալի 52%-ը Ռուսաստանում է, 40%-ը։ Այդ դա ձեզ ինչ է հուշում, ինչ է։ Հուշում է, որ ինքը կարող է այդ 52%-ի ազդեցության տակ ընկնի կամ կորցնի։ Հազար բան կարող լինի։ Մենք չգիտենք ինչը, մենք անգամ չգիտենք այդ կապիտալի ճակատագիրը ներկայումս։ Հասկանում եք, բայց դրանով որոշել, որ միագից ռուսական ալնելու չէ։ Ես օրինակ նայում եի անվտանգային հայեցակարգի իրենց ներկայացումը, որտեղ իսրայելական, հունական, այսինքն իսրայելական հակոթային պաշտպանության մասնագետեր, Հունաստանի հատուկ ուժերի մասնագետ եւ ամերիկյան դիվանագետեր, քոնե անվտանգային առումով այդ նախանշաններով, սա հայեցակարգի դեռ մակարդակ է, չեմ ասում, ես տեսնում եմ, որ որևէ պրոռուսականություն չկա սրա մեջ։ Այդ մակարդակի վրա այսօրվա տվյալներով։ Ես չգիտեմ ինչ կլինի մի շաբաթ հետո կամ մի տարի հետո, բայց դրանից ենք դատողություններ անում։ Լավ, մի վերջին հարց, այն քննադատություններից մեկը, որ ձեզ ուղղվեց, դա էր, որ դուք տարիներ շարունակ ԱՄՆ-ի հետ գործընկերության խորացման, ոչ ՆԱՏՕ դաշնակցի կարգավիճակի ստանալու կողմնակից եք եղել, եթե Կարապետյան վարչապետ դառնա, դուք կարծում եք ձեր այդ օրակարգը նա կիրականացնի։
մենք ամեն դեպքում հավատարիմ ենք մնում մեր տեսակետին։ Նիկոլ Փաշինյանը չի իրականացրել հաստատ, արդեն դա գիտենք եւ իրականացնողը չի։ Կարապետյանը պիտի փորձենք համոզենք, որ իրականացնի։ Կիրականացնի շատ լավ, չի իրականացնի, կրկնում եմ, փողոցը կա, պայքարը կա, ելի շարունակենք։ Եվ իդեպ ասեմ, մենք Ամերիկայից այսպես թե այնպես էլ շարունակում ենք մեր համագործակցությունը եւ ելի մնում ենք այդ ուղղության կողմնակից։ Իսկ ձեզ պարոն Կարապետյան թիմում կտեսնենք, պարոն Պապյան, ինչ որ կարգավիճակում չգիտեմ, աջակցել։ Ես ինչ չեմ տեսնում հաստատապես։ Ես կարող եմ որպես գաղափարներ բարձրաձայնող ինչ որ բանալի ձևով հանդես գալ, բայց թիմի անդամ ոչ։ Այսինքն ոչ ֆորմալ մասնակցություն հնարավոր է։ Մտածեք, ի վերջո այդ նույն գաղափարները Նիկոլ Փաշինյանի արչեվա դրվել, ասվել է, խոսել ենք, ասել ենք։ Հիմա եթե մարդը բացի սեփական համոզումից, որ ես չգիտեմ ինչի վրա է խարսխված, որևէ բանով չի առաջնորդվում, ինչ անենք։ Հիմա տեսնենք թե ով ինչպեսին կլինի, որովհետև քաղաքական գործիչ եւ տնտեսական գործիչը տարբեր մարդիկ են, մենք չգիտենք ով ինչպես ալնելու։ Լավ, հասկանալի է, ընտրություններին մոտ կարծում եմ ձեր տեսակետը երբ որ ավելի པարզ դառնա, այս թեման կշարունակենք։ Իրանի շուրջ ինչ է տեղի ունենում ձեր կարծիքով, արդյոք պատերազմը ավելի էսկալացիա, ավելի խորը փուլ ներխուժելու նշաններ ցույց է տալիս, գիտենք, որ Թրամփը հիմա լուրջ այսպես բանակցություն է կամ բանավեճի մեջ է ՆԱՏՕ երկրների հետ, որոնցից պահանջում է մասնակցել Հորմուզի նեղուցի բացմանը, չգիտեմ, կամ անվտանգ անցմանը, եվրոպացիները մերժում են դա եւ ինքը ասում է ուրեմն այդ դեպքում ՆԱՏՕ-ին վատորեր են սպասվում, Իրանում Ալի Լարիջանին անվտանգության խորհրդի քարտուղար սպանվեց, հետախուզության ղեկավարը եւ արդեն ես կորցրել եմ հաշիվը, քանի իրանցի բարձրաստիճան զինվորականներ, քաղաքական գործիչներ, հոգեվոր առաջնորդը սպանվեց, ինչ է տեղի ունենում, պարոն Պապյան, այս Եթե վերցնենք մեծ առումով, ապա տեղի ունենում նախապատրաստական աշխատանք Չինաստանի դեմ մեծ պատերազմի։ Կարծում եք, Իրանի դեմ այս պատերազմը։ Այո, Չինաստանը զրկվում է դաշնակիցներից, մատակարարման աղբյուրներից, ճանապարհներից եւ այլն։ Առիթ ենք ունեցել հենց այստեղ նշելու, որ այսօրվա համաշխարհային դիմակայության առանցքը Ամերիկա-Չինաստանն է։ Իսկ քանի որ Միացյալ Նահանգները շատ լավ են հասկանում, որ ուղղակի պատերազմ Չինաստանի դեմ հնարավոր չի, վարվում են հետևյալ ձևով։ Միջին արևելքում պիտի հստակվեն մի շարք խնդիրներ։ Այդ Չինաստանը մեծ առումով։ Իջնում ենք տարածաշրջանային առումով, դա այն է, որ այն վտանգները, որոնք մնում են եւ սպառնալիքները Իսրայելի հասցեին, չեզոքացվում են։ Ես ուզում եմ իջեցնել, որ այս պատերազմը, որ հիմա ընթանում է, սկսել է 1979 թվականին Իրանի հարձակումով Միացյալ Նահանգների վրա։ Շատերը սա մոռանում են։ Երբ որ Իրանը դեկտեմբերին էր թե հայցակվեց ԱՄՆ դեսպանատան վրա Թեհրանում, դա պատերազմի հայտարարում էր Միացյալ Նահանգներին եւ առ այսօր պատերազմը ընթանում է տարբեր ալիքաձև զարգացումներով եւ այլն։ Հիմա, քանի որ մի շարք խնդիրներ է դրված, որոնցից մեկը ատոմային ծրագրի ոչնչացումը, այդ խնդիրը լուծված է։ Ռազմական խնդիրները լուծված են արդեն։ Հակաօդային պաշտպանությունը լուծված է, Իրանը չունի հակաօդային պաշտպանություն, այլևս բանի նավատորմի խնդիր լուծված է եւ այլն։ Եվ սա ԱՄՆ-ի առաջնային խնդիրներն էր։ Հիմա գանք մյուսը, իշխանափոխությունը, որը քաղաքական նպատակն է, որը Իսրայելի հայտարարված նպատակն է, ԱՄՆ չի հայտարարել, գուցե դա էլ այդ նպատակներից մեկն է։ Ես կարծում եմ Իրանի ժողովրդի համար լավ կլինի, որ լինի իշխանափոխություն։ Հակառակ դեպքում թուլացած, ջախջախված Իրանի արկայությունը շատ վատ է լինելու բոլորի համար, այդ թվում Հայաստանի Հանրապետության համար։ Պարոն Պապյան, ինձ միշտ հետաքրքրում է Իրանի ղեկավարությունը, նրանք ովքեր ողջ են մնացել։ Արդյոք չեն չափագրում տեղի ունեցողի մասշտաբները եւ վտանգավորությունը Իրանի պետական մեքենայի համար, որովհետեւ փոխվում են անձինք, իսկ ինչու են փոխվում, որովհետև նախորդ պաշտոնյաները սպանվում են իրենց տներում, բունկերներում, թաքստոցներում եւ այլն, եւ նորերը նշանակվում են, դրանք էլ սպանվում են, հա։ Այսինքն մինչև երբ, ինչքան կարող է Իրանի ղեկավարությունը պահել այն հռետորաբանությունը, որ ուներ պատերազմից առաջ, մի բան է տեղի ունեցել ռեսուրսների մաշում, հա, եւ Իրանը բավական մեծ կորուստներ է կրել։ Այն ինչու չեն չափագրում ձեր կարծիքով տեղի ունեցածը եւ փորձում նոր ողբերգությունները կանխել, բանակցելով, ինչ որ կոնսենսուսի գնալով, այդքան կարեւոր է այդ միջուկային ծրագիրը կամ բալիստիկ հրթիռների ծրագիրը պետական կայունությունից։ Ներկա համակարգը Իրանի հիմնված է հակաամերիկանիզմի վրա։
Ինչու չեն հրաժարվում դրանից։ Դա այդպես ինչու սովետական միությունը չէր հրաժարվում իր, չգիտեմ, կոմունիստական իդեալներից։ Դառնալ նորմալ պետություն, որը նավթ է վաճառում, վաճառում, գազ գազ է չի վաճառում։ հրաժարվում, հիմա ինքը կարար դառնալ Ամերիկայի հարևան երկիր ծաղկեր, բայց չէ, իրանք կիսասոված վիճակում մնում են եւ սոցիալիզմ են կառուցում։ Դա Իրանի պետության ամբողջ գաղափարը խոսությունը խարսխված է իսլամական հեղափոխությունը արտահանելու վրա եւ դա ամրագրված է Իրանի սահմանադրության մեջ։ Եվ այն մարդիկ վերնախավը, հոգեվոր վերնախավը, որ կա չուզում իշխանության տա, ինչպես ցանկացած այլ բռնապետություն։ Այսինքն իրենք մարդիկ պատրաստ են զոհերի մեծ թիվել տան, բայց պահել դա։ Բնականաբար այդ ամբողջը փաթեթավորվում այլ բաների տակ, մարդիկ իրենց ասացին են սկսում հավատալ, թե ես վստահ եմ որևէ մեկը ի սկզբան պետք է հասկանալ, որ չի կարող շիա երկիրը դառնալ իսլամական աշխարհի առաջնորդ երկիրը, որի 80%-ը սուննի է եւ այլն։ Իրենք պայքարել են ինչքան որ կարող են, բայց քանի որ Իսրայելի եւ ԱՄՆ-ի նպատակների միջև տարբերություն կա, Իսրայելը ավելի շատ հիմա թիրախավորում է ոստիկանական ուժերը, լինի դա Բասիջը, լինի հեղափոխության պահապանները, ինչու որտեվ երբ որ ոնց որ ասած ժողովրդական ընդվզում լինի ներսից, երբ որ ասեն դուրս եկեք փողոց, դրանց ճնշողների Բասիջի հրամանատարն էլ ոչնչացրել։ Այո, Բասիջի հրամանատարն էլ ոչնչացրել, Լարիջանին ինքը վերջին անգամ, այսինքն ասում են, որ այս երկու ամիս առաջ հունվարին այդ բաները կոտորածների հրամանատարն ինքն է եղել եւ ինքը քանի որ ռեալ իշխանությունը իր ձեռքն էլ, այո, այդտեղ էլ կար տարաձայնություն, օրինակ ամերիկացիները պատրաստ էին Լարիջանի հետ ինչ որ բանակցությունների գնալ։ Այս կոշտ դիրքերում բնականաբար որ առնվազն 3 պայման կա, որ պիտի Իրանը բանանի, համաձայնի։ Դա ատոմային ծրագրից հրաժարում, բալիստիկ հրթիռներից եւ Իսրայելի ճանաչում։ Բայց կա։ Հիմա իմ կարծիքով արդեն դա էլ բավարար չի, որ դրանք պետականակորցան զիջումներ կլինեն Իրանի տեսանկյունից։ Ինչ է սպասվում Իրանի, եթե այդ զիջումները կատարի, եթե դա զիջում որակենք իհարկե։ Ոչ ման էլ չէր սպառնում։ Հիմա արաբական երկրների մի զգալի մասը ճանաչել է Իսրայելի գոյությունը։ Դրանից ինչ եղավ այդ երկրները կործանվեցին, Իրանը ինքը եւս ճանաչող երկրներից մեկն է եղել մինչեւ 70 թվական։ Դե երկիրը, որի գոյությունը ճանաչվել է միջազգայինորեն, եւ ուզում եմ սա շեշտել, խնդիրը Իսրայելի սահմանների մասին չի, որ կարող է, գիտեք, Երուսաղեմն իրանցն է, իրան շետը կարան լինեն պետության գոյության, իրանք ասեն, մենք չենք ճանաչում, այդ սիոնիստական ռեժիմը չպետք է ոչնչացնեն։ Հիմա Իսրայելն էլ ասում է, եղբայր, եթե կա մի երկիր, որը սպառնում է, եւ այստեղ արդեն շարունակությունն է, ստեղծում է ատոմային զենք, որը պատրաստ է կիրառին վրա, եւ ստեղծում է միջոցներ, որը կարող է այդ ատոմային ռումբը պայթուցիկը հասցնի իմ տարածքին, եւ ես ունենալով լավ հակաօդային պաշտպանական միջոցներ, միևնույնն է 100-ից 97-ը խփում եմ, բայց 3-ը ընկնում է իմ հողի վրա, եւ եթե 3 ատոմային ռումբ ընկնի, իմ երկրից բան չի մնա։ Դրա համար ես պիտի ոնց որ ոստիկանության պես մեր պիտի խեղտենք օրորոցում։ Հա, խեղտում են օրորոցում։ Հիմա սա պրոբլեմը այն է, որ կարողանում են խեղդել։ Դե կարողանում են, որտեվ ի տարբերություն ցավոք սրտի ժողովրդի եւ Հայաստանի, մենք չհասկացանք, որ Հայաստանի պարտությունը Հայաստանի ոչնչացում է նշանակում։ Իրանք դա հասկանում են, որ Իսրայելի պարտությունը ցանկացած մեծ պատերազմ դա Իսրայելի ոչնչացում է նշանակում։ Երբ որ իրանք ասում են never again, այսինքն այլևս ոչ երբեք չկրկնվի այդ հոլոկոստն, իրենք դա դրա թիկունքում ստեղծում են համապատասխան միջոցներ, կարողություններ, այո, դաշնակիցներ, ռազմական կարողություններ, տնտեսական եւ այլն։ Ցավոք սրտի մեզ մոտ դա ավելի շատ մնացել է խոսքային մակարդակի դրա համար։ Հիմա իմ կարծիքով որ ինչքան կարող է դիմակայել Իրանը, հայտարարել, որ 12 օրյա պատերազմը հաղթանակ է դեպքում, երբ որ քո ռազմական վերնախավը գոյություն չունի այլևս այդ պատերազմից հետո, լավ կարելի է ինքնախաբեությամբ զբաղվել, էլի ռեժիմի ինչ որ բան պահել, բայց պետական գործիչների առաքելությունը պետությունը պահպանելն է ամեն դեպքում, չէ՞, գաղափարական իդեաները եւ այլն մի կողմ չի դրվում։ Նայեք, եթե երկիրը ունի բավականին տնտեսական ռեսուրսներ եւ հաջողություն, վերացական երկրի մասն եմ, երկիրը ինչ որտեղ կարող է ժողովրդին խափի եւ այլն։ Հիմա, բայց Իրանում հատկապես վերջի շրջանում, երբ որ 30-ից 40% էր
ինֆլյացիան։ Ռեալի արժեքազրկումը այնպեսին է, որ որդի ապրուստը շատ վատացել է։ Հիմա կարելի է ասել հաղթեցիլ եւ այլն, եւ ժողովուրդը գուցե անտարբեր դրան լիներ, բայց ժողովրդի կյանքի վրա չէ զգում, մենք ենք զգում, որ իրանցիների թիվը Հայաստան գալով պակասում է։ Ինչու՞, որովհետեւ իրանցու համար կրկնակի թանկացել է Հայաստան գալը։ Ինքը X գումարի ռեալ էր փոխում դոլարի գալիս էր Հայաստան, հիմա երկու անգամ X պիտի փոխի, որպեսզի գա։ Կյանքը դժվարացել է։ ՍՍՄ-ը որ քանդվեց, հենց քանդվեց նույն պատճառով, ոչ թե զենք, զինամթերք, քիչ ուներ կամ պակաս հեղափոխական գաղափարախոսություններ, խեղտենք բոլորին, ջարդենք, փշտենք, չէ, տնտեսական վիճակը ասավեն վիճակի, որ չէր դիմանում։ Որ ինչպես Նապոլեոնն էր ասում, ասում էր ցանկացած պատերազմի համար 3 բան է պետք։ Առաջինը փող, երկրորդը փող, երրորդը փող։ Հիմա Իրանը չունի այդ փողը պատերազմ մղելու։ Դուք եթե նայեք թե իր կիրառած դրոնների եւ հրթիռների քանակի ինչ անկում է ապրել այս ամբողջը, դա էլ է ցույց տալի, որ չի կարողանում։ Ինքը փորձում էր արաբներին ներքաշել պատերազմի մեջ, որպեսզի ժողովուրդ Իրանի ժողովուրդը ընկալեր սա հայրենական պատերազմ, ասենք արաբ ներխուժողների դեմ եւ այլն, որը էլի չստացվեց։ Ինքը Ռուսաստանի եւ Չինաստանից ակնկալիքներ ուներ, որ կաջակցեն, որը եւս Ռուսաստանը այստեղ էլ չերևաց որպես դաշնային։ Դե Ռուսաստանը չէ երևա, որ Ռուսաստանը չունի այդ կարողությունը։ Չէ, բայց խնդիրը գիտեք որն է, մեր նման պետությունը, մենք, Վենեսուելան, Սիրիան, Իրանը խաղադրույք են կատարում Ռուսաստանի անվերապահ աջակցության վրա եւ քաշվում։ Թող չկատարեն, թող հաշվարկ կատարեն, բա մենք այսքան տարի որ ասում խոսում ենք, որ Ռուսաստանը գնում է տարած, մենք ազգային ժողովրդական բևերը, որ մեզ ծեծում էին այն Գյումրի ռազմաբազայր հարյուրներով ձերբակալում, բերման ենթարկում, այդ էինք ասում եղբայր, այս պատրանքը պետքա վերանա, որովհետև ավելի լավ է դու պատրանք չունենաս Ռուսաստանի կողմից աջակցության եւ ստապ գնահատես իրավիճակ, քան մնաս պատրանքների մեջ։ Սա է իրականում, այլ որ դուք ասում եք, որ ինչու Իրանի ղեկավարությունը այդ չի ստապ գնահատում, որովհետև պատրանքների մեջ է։ Ինքը իր պատրանքների մեջ է, որտեղ իրան ներշնչել են, որ չգիտեմ, սա պիտի լինի, այ հեսա ես արաբներին ռմբակոծեմ, արաբները կստիպեն Թրամփին, որ պատերազմը դադարեցնի։ Սա գիտեք ինչ անդիգես այս արաբական երկրների ռմբակոծումը, որ հիմա արաբական երկրները փող են ուզում տան Թրամփին, որ պատերազմը մինչև վերջ շարունակի, որտեղ ասում են հանգարց պատերազմը կիսած չթողնես, որտեղ երբ որ մենք մնացինք այս վիրավոր, կատաղած վարչախմբի հետ իրանական, մեզ հոշոտելու է։ Առ պատերազմը մինչև վերջ տար թող իշխանապողություն լինի։ Այդ հաշվարկները բոլորը սխալ են կատարում։ Իսկ ինչու են սխալ կատարում, որտեղ ցավոք սրտի մարդիկ մոռացել են, որ երկիր կառավարելը, որ ռազմական գործողությունները, տնտեսությունը, սրանք եւս մասնագիտություններ են։ Սանք բան չեն, ճառախոսություններ։ Մոլաների գործ չի։ Մենակ մոլաների չէ, մեր մոտ մոլա չկա, բայց այդ լիքը մոլայի նման խոսացող բաներ կա։ Լսում ես, բաժակաճառեր են ասում, էս են ասում, ապավինենք մեր բազուկի եզորության, ասում են եղբայր, դու դաշնակցի կարիք ունես, դու քաղաքագիտական դաշտը աստղագուշակների պակաս չունի, պարոն Պապյան։ Այո, ցավոք սրտի, երբ որ համատում ես թե քանի հոգի է իրանց նայում եւ քանի հոգի է նայում վերլուծող մարդկանց հաղորդումները, դրանից հասկանում ես։ Ընդհանրապես աշխարհում ցավոք սրտի անկում է ապրում քաղաքագիտությունը որպես գիտություն եւ վերելք է ապրում հեքիաթասացությունը եւ ասես պոպուլիզմը, այդ պոպուլիզմ կուչեցված կամ ամբողջավարությունը, որտեղ նայեք դեմոկրատիան լավ բան է, բայց դեմոկրատիայի մեջ մի մեծ թերություն կա։ Այնտեղ յուրաքանչյուր անձ մի քվե ունի։ Եթե ես ելույթ եմ ունենում եւ ինչ որ բաներ եմ ասում, որը դժվար է հասկանալ մարդկանց համար կամ ինչ որտեղ իրենց ականջահաճո չի, ինձ քիչ են քվե տալու։ Հիմա ի՞նչ է տեղի ունենում, որ ասում են այն բաները, ինչ որ 100,000-ները կընկալեն եւ ընդունելի կլինեն։ Տեսեք, մեզ մոտ մենք այսպես ասած քաղաքական գործիչներ ունենք, որոնք ամբողջ արածը վերջին հայյանքով խոսալն է, որ ասում են ընկերոջդ հետ կամաչես նման հաղորդում լսելը։ Բայց լիքը սերապես չբավարարված մարդիկ կան, որոնց համար դա հաճելի է լսել եւ ինչ որ բաների մեջ են։ Բայց ազատ է, ես խոսքը ազատության կողմնակից եմ, ամեն մարդ իրավունք ունի բան, բայց երբ որ այս ոճը դառնում է արդեն կառավարման հավակնության հիմք, արդեն դու հասկանում ես, որ այդ մտածողության տեր մարդը ոնց է երկիրը կառավարել։ Եկեք հարցը ամփոփենք ԱՄՆ, ՆԱՏՕ, ԱՄՆ դաշնակիցներ հարաբերություններ, հաշվի առնելով Թրամփի այսպես առաջարկը Օրմուզի նեղուցի բացման վերաբերյալ եւ Reuters-ը հղում առնելով իր աղբյուրներին պաշտոնական նշում էր, որ
չի բացառվում ամերիկյան զորքերի բերել այդ նեղուցի իրանական հատվածները, որպեսզի անվտանգությունը ապահովեն տանկերների։ Ինչ եք դուք տեսնում, այստեղ արդյոք ՆԱՏՕ-ի, չգիտեմ, անգործունակություն, չգիտեմ, փլուզում, ինչ բառ ուզում եք օգտագործեք, կարող է տեղի ունենալ, թե սա այսպես նյարդային շրջան է, կարող է եւ անցնել։ Չէ, չի կարող տեղ ունենալ, որովհետև ՆԱՏՕ-ն խարսխված է, դա պաշտպանական կառույց է 5-րդ հոդվածի վրա, որ ասում է հարձակում ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վրա, հարձակում բոլորի վրա։ Իրենք հանգիստ ասում են, որ գիտեք, մեր վրա հարձակում չկա, հետեւաբար այդ հոդվածը չի գործում։ Հիմա նաև խնդիրները կա որոշակի նեղացվածություն Եվրոպայի, ես այդքան չի ասի անգամ ՆԱՏՕ-ի, Եվրոպայի, Եվրոմիության եւ Միացյալ Նահանգների միջև, որը պայմանավորված է Թրամփի, Վենսի որոշ արտահայտություններով, ելույթներով, հիշում եք, ասենք այդ Մյունխենի վեհաժողով, մյուստեղ բա դուք ով եք, դուք որևէ բան ձեզնից չեք ներկայացնում, այսպես ինչ որ հետո իհարկե Ռուբիոն ասաց մենք ձեր երեխաներն ենք։ Հա, ինչ որ փորձեց, դե Ռուբիոն դիվանագետ է կամ այդ ոլորտն է ինքը փորձում է սվաղել, բայց այդ լարվածությունը կա։ Հիմա Եվրոպան ասում է դելա, որ մենք ոչինչ չենք, մենք քեզ պետք չենք, հիմա ինչի ես եք։ Առավել եւս իրենք չեն ուզում մտնեն մի պատերազմի մեջ, ոչ թե որի ելքը པարզ չի, որ ելքը པարզ է, Իրանը պարտվելու է, որի գինը པարզ չի, եւ տևողությունը པարզ չի։ Իրանք ինչի պետք է վճարեն նրա համար, որ ասենք, չգիտեմ, Թրամփը շատ բան սխալ է պլանավորել։ Ուրիշ բան, որ այո, 5000-ի չափ դեսանտայիններ արդեն բերել են տարածաշրջան եւ ենթադրություն կա, որ Խարկ կղզին եւ գուցե որոշ թիրախային կետեր այդ դեսանտայիններով կգրավեն, այսինքն չի լինի բնականաբար օկուպացիա երկրի, որ շատերը սպառնում են, չգիտեմ, Միացյալ Նահանգները ասում են, չգիտեմ, նպատակ ունի ոչնչացնել Իրանը, ոնց է ոչնչացնել կամ ինչ նպատակ ունի։ Չէ, պարզապես այդ Խարկ կղզին արտահանման 90%-ը նրա միջոցով է իրականացնում, վերահսկելու համար արտահանումը միգուցե այս պատճառով ավելի ճնշում կլինի իշխանության վրա, ինչ որ, չգիտեմ, զիջումների գնա, բայց մյուս կողմից հարցը հետեւյալն է, թե Միացյալ Նահանգները պատրաստ են, գոնե ասում են բավարարվելու որոշ զիջումներով, Իսրայելը պատրաստ չի, եւ Իսրայելի լծակները թե ինչքան ազդեցիկ կլինեն Թրամփի վրա եւ այլոց։ Այստեղ մի հարց էլ ես ընդգծեմ, հետո կանցնենք մյուս հարցին։ Դա ներքաղաքական իրավիճակն է Միացյալ Նահանգներում։ Գիտենք, նոյեմբերի ընտրությունները խորհրդարան, կոնգրես, այսինքն ներկայացուցիչների պալատ, սենատի 1/3 եւ այլն։ Եվ եթե Թրամփը հստակ որոշիչ միանշանակ հաղթանակ չարձանագրի, իսկ դա իշխանապողության տեսքով կարող է լինի Իրանում, ապա իրանական եւ իսրայելական մեծականակ եւ ազդեցիկ համայնքները հաջորդ ընտրությունների ժամանակ հանրապետականների դեմ են քվեարկելու։ Առավել եւս, որ եթե իշխանությունը մնա Իրանում, սա բերելու է 100,000-ավոր նոր զոհվերի, ձերբակալությունների եւ այլն։ Եվ այդ մարդիկ նաեւ ունեն ազգականներ, ընկերներ եւ այլն, այսինքն այստեղ ամեն ինչ միահյուսված է իրար։ Դրա համար Թրամփը առանձնապես նահանջի տեղ չունի եւ ինքը պիտի փորձի մինչեւ ընտրությունները այնպիսի վիճակ, ну, չգիտեմ, հիմա այս հաղթանակը շատ հարաբերական արծա ստեղծել, որ ինքը դա գոնե միանշանակ ծախի որպես հաղթանակ իր ընտրողների վրա ներսում Ամերիկայում։ Շատ լավ, շնորհակալ եմ, եթե կարճ ՆԱՏՕ-ի մասով ասելիք եթե ունեք, պարոն։ Չէ, ՆԱՏՕ-ն նման ճգնաժամներ հաղթահարել է, էլի կհաղթահարի ՆԱՏՕ-ի ամենամեծ ճգնաժամը 91-ին էր, որ երբ որ Վարշավյան պայմանագիրը լուծարվեց, իսկապես չգիտեին ինչ անեին, բայց եղել է ժամանակին հիշեցնեմ ձեզ, որ Ֆրանսիան դուրս եկավ, հետո վերադարձավ գոլի ժամանակ, անընդհատ այդ խնդիրները բաները կա, չէ, որտեղ դա ձեռնատու է բոլորին, հատկապես պահանջներից մեկը դա ՆԱՏՕ-ի ոչ թե սեփական բանակի վրա ծախսերը շատացնելն էր, թե հիշում եք 2-3%, այսօր շատ երկրներն արևելյան Եվրոպայում 5-7% են ծախսում, այսինքն ըստ էության Թրամփի այդ մի պահանջը ակամայից ռուսների վտանգը ստիպելա բոլորին իրականացնել։ Չէ, ՆԱՏՕ-ն կմնա։ Շնորհակալ եմ զրույցի համար, կհետևենք պարոն Պապյան, Factor TV հյուրը ազգային ժողովրդավարական ԲՎՌ խորհրդի անդամ դիվանագետ Արա Պապյանն էր։